Ուսուցիչների ամենախելացին, ամենալավը, ամենագրագը եւ կուլտուրա եւ արտադրություն։ Ես պաշտոն ունեցել եմ 6 տարի եղել եմ մարդու իրավունքների պաշտպան, 3 տարի եղել եմ փոխնախարար, դրանից հետո դատարան, բան, մի քոր կոպեկ չկա, ոչ մեկ չի կարող ասի ինձ, որ ես մի քոր կոպեկ ինչ որ կաշառք եմ վերցրել, խաբել եմ, ժողովրդի հաշվին հարստանալ, մասնագիտական, ես իմ գործի մասնագետն եմ։ Բարև ձեզ։ Ոչինչ, ինչ է եղել։ Ամեն 4-րդ երեխայից սկսած յուրաքանչյուր երեխային պետությունը մարզում պետք է բնակարան տա։ Հիմա օրինակ եթե մենք ընտրվենք Աստվածտալինի 4-րդը, դա արդեն 4-րդից սկսած ամեն երեխային նախատեսել ենք։ Ես Արման Թաթոյանն եմ, Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանի։ Ձեր անունը։ Մենք Աստրիդ Միկոյաններն ենք մենք։ Հա։ Անաստասիա Միկոյանի թորները։ Օ, լու։ Հենց անմիջապես թորները։ Հենց միշտ որ գիտեք, այդ հենց էլ միջև էր մեր պետությունը պետքա հզոր ուժեղ առաջ տանենք մեր ժողովրդին։ Ցանկալի դեմքի դել գլխելա որ լավ անտարու։ Մերսի շատ։ Ես դուք մարդու իրավունքների պաշտպանն եք, այն ժամանակ միշտ ասում եք, գիտեք այդ ինչ տղա է, գիտեք ինչ տղա է։ Հեռուստացույցը միացնում եմ, խոսում է Արման Թաթոյանը ժողովուրդ, ասում է ժողովուրդ մի վախեցեք, լուծումը կա, մի հուսահատվեք, գիտեք դուք հույսի շողեր մցրիկ իմ հոգին։ Իրոք չպետք է, այո, չպետք է մեր ժողովուրդը վախենա, լուծումները կան, լուծելու են բոլոր հարցերը։ Վախենամ, անզորությունից Հանգարտ չվախենաք, մենք ձեր հետ ենք բոլոր հարցերը լուծելու։ Արման Թաթոյան, հիմա այդ զգացումը ինձ մոտ առաջացրել է հուզմունք եւ գրել եմ բանաստեղծություն։ Արման Թաթոյան, ասպետ քաջարի, պայքարի զինվոր, իմաստուն բարի։ Այո, համարվեց։ Ես կընտրեմ սա։ Վստահեք մեզ, Միլիոն տոկոս։ կարողանանք նաև մարդկանց խնդիրները Սքանչ կասկածեք։ Մարդ կոչվելու իրավունքը վաստակելը։ Բարեկամ ջան, շնորհակալ եմ։ Արման Թաթոյանն եմ։ Բարև ձեզ։ Ես չէ շուտան։ Հենց առաջը որ նշանակվեց մարդու իրավունքների պաշտպանը։ Այն խնդիրները որ կան, հասկացանք, որ առանձին չի լինում լուծել, որ իրար հետ միշտ որ ինչ որ արել ենք մեր ծրագրերում։ Այո, Միասնության միասնության թվով։